Վանաձայն, լավագույն և հարաստ։ Բարև ձեզ հարգելի ունգընթիրներ եւ ագընթիրներ, Վանաձայն են ձեզ հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովագիմյան լրագրողներուն հետ ունեցած հարցազրույցի ընթացքին երեկ ասավ, որ ազգային ժողովի ընտրության վերջնական արդյունքները պիտի հրապարակվին այս կիրակի 14 հունիսին։ Այս փուլին կգադարվի վերահաշվարկ։ 2005 դեղամասերեն ընդամենը 5-ին արձանագրությունները ճշգրիտ են, բայց արձանագրության ընթացքին սխալ եղած է, դողեր այսպես կոչված ելած են մարդկային կորձոն է նշեց ան։ Հովագիմյան շեշտեց, որ հրապարակված են արձանագրություններ, սակայն ինչպես կնշվի արդեն, անոնք նախնական են, որովհետև այս արդյունքները դակավին պետք է ճշտվին։ Այս բահուս բազմաթիվ ընտրադեղամասերու վերահաշվարկ կգադարվի։ Վերահաշվարկի բաճած թիմում մենք շատ քիչ ստացած ենք։ Վերահաշվարկի թիմում ստացած ենք 3 ուժե, Պարկավաճ Հայաստան, Ուժեղ Հայաստան գուսակցություններու տաշինք եւ միասնության թևեր գուսակցություններն։ Հովագիմյանի համաձայն, թեև քիչ թիմումներ ստացած են, սակայն ընդրադարածքային ընտրական հանձնաժողովները իրենց նախաձեռնությամբ սկսած են վերահաշվարկներ կատարել։ Այսօր զուգահեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հետևյալ հաղորդակցությամբ բարձրացնեց, որ ազգային ժողովի ընտրություններուն ընտրողներուն թիվին դարբերությունը։ Հաղորդակցությունը նշեց. Հայաստանի ընտրական օրենսգիրքի սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ կետին համաձայն ազգային ժողովի ընտրություններու լիազոր մարմինը Հայաստանի ներքին գործոս նախարարության քաղաքացի եւ քաղաքացիության ծառայությունը քվեարկության նախորդող օրը հրապարակեց Հայաստանի ընտրողներու դոմարներուն մեջ ընդգրկված միայն քաղաքացիական ընտրողներուն ընդհանուր թիվը։ Սակայն գոյություն ունին ընտրողներու շարք այլ ցուցակներ, որոնք կազմված են իրավասու այլ մարմիններու կողմէ, մասնավորապես քրեագադարողական հիմնարկներու մեջ գտնվող ընտրողներ, ցերպակալված վայրերու մեջ գտնվող ընտրողներ, զորամասերու մեջ գտնվող ընտրողներ, քվեարկության օրը դեղամասերու գետրոներուն մեջ ընդգրկված ընտրողներ։ Նշյալ դվյալները ներառված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կողմէ կազմված քվեարկության արդյունքներու ամփոփիչ արձանագրություններուն մեջ, բայց չեն կրնար արտացոլվել լիազոր մարմինին կողմէ հրապարակվող դվյալներուն մեջ։ Հայտնենք, որ ընտրական օրենսգիրքի 8-րդ հոդվածի 12-րդ կետին համաձայն զորամասերու մեջ հաշվված ընտրողներու թիվը որևէ ձևով հրապարակումի ենթակա չէ։ Ընտրական օրենսգիրքով ճշտված է, որ զորամասի մեջ հաշվված ընտրողներու ցուցակները ընդրադարածքային ընտրական հանձնաժողովի նախագահաներու կդրամատրվին քվեարկության օրեն 3 օր առաջ փակ եւ գնկված ծրարով, որ կբացվի միայն քվեարկության օրը այն բահուն, երբ ընտրական դեղամաս կայցելեն զորամասի ցուցակին մեջ ընդգրկված ընտրողները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գոչ կուղե զերծ մնալ անհիմն շահարկումներ է։ Մինչ այդ Հայաստանի ազգային ժողովի ընտրություններուն նախնական արդյունքներով 3.996%-ով 4%-ի անցնողիկ շեմը չապահովված Քակիկ Ձարուկյանի Պարկավաճ Հայաստան գուսակցության մամլոփամբեր Իվետա Դոնոյան երեկ հայտարարեց, որ վերջին 2 օրվան վերահաշվարկներու արդյունքով Պարկավաճ Հայաստան գուսակցության օգտին ավելցած են 140 ցայներ։ Այս կնշանակե, որ առնվազն 140 քաղաքացիի ընտրական իրավունքը իրացված է եւ անոնց քվեն արտարացիորեն պիտի արտացոլվի ընտրություններու վերջնական արդյունքին մեջ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործընկերներուն հետ աշխատանքի արդյունքով քվեներու վերականգնումի գործը այս բահուն ընթացքի մեջ է։ Զանազան ընտրադեղամասերու մեջ վերահաշվարկը կշարունակվի։ Այս դվյալները կվկայեն, թե գործնականապես չկա որևէ արգելք, որ կխանգարե Պարկավաճ Հայաստան գուսակցության ազգային ժողովի մեջ ըլլալը, նշեց Դոնոյան։
Ամերիկայի հայտարարի հանձնախումբը ողջունեց ներկայացուցիչներու դան արդակին հարաբերություններու հանձնաժողովի երկգուսակցական քայլը, որ Ադրբեջանեն անհաբաղ կբահանջե ազատ արձակել բոլոր հայքերիները։ Կոնգրեսական Բրեդ Շերմանի հարաճ մղած առաջարկը կներկայացվի ներկայացուցիչներու դան արդակին սպասարկություններու բանաձևի մեջ փոփոխության միջոցով։ Զորակցություն հայտնած է հանձնախումբի ադենաբեդ Բրայան Մեստ, որ առաջարկը որևէ ադեն կրնա հանձնախումբի քննարկումի նյութ դարձնել, որբեսի ապահովի անոր վավերացումը։ Ադրբեջանի կողմի հայ քերիները մոտավորապես 1000 օր անօրինական գերբով բահելը գոտնահար է մարդկային իրավունքները, որոնց դեմ կոնգրեսը պետք է վճռական քայլեր ուտի է, ըսավ Ամերիկայի հայտարարի հանձնախումբի գործադիր վարիչ Արամ Համբարյան Մեստի եւ Շերմանի չանքերը ողջունելով։ Հանձնախումբին կողմը վավերացվել է ետք, առաջարկը պետք է հաստատվի ներկայացուցիչներու դան կողմը։ Ռուսիա արտաքին գործոստ նախարար Սերգեյ Լավրով հայտնեց, որ հավաքական անվտանգության պայմանագիրի գազագերբության երկիրները համաձայնած են քննարկել Հայաստանի հանդեպ քայլերու ցերնարգելու հարցը գազագերբության կանոնակրության համաձայն։ Անտիդել դվավ, որ այդ քայլին գտիմեն, որովհետև ավելի քան 2 տարի է Երևան անդամավճար դված չէ։ Լավրով հիշեցուց, որ Արարատ Միրզոյան ասաց է, թե անդամավճար չեն դար, որովհետև անոնք գազագերբության աշխատանքին չեն մասնակցիր, ուստի հարմար նկատած են այս հարցը քննել։ Հավաքական անվտանգության պայմանագիրի գազագերբության կանոնակրության 25-րդ հոդվածին համաձայն, եթե անդամ պետությունը գազագերբության բյուջեին հանդեպ իր բարդավորությունները չի կատարեր, խորհուրդը կրնա գասեցնել այդ պետության քաղաքացիներուն հավաքական անվտանգության պայմանագիրի գազագերբության շրջանակներում մեջ պաշտոններ առաջադրելու իրավունքը, ինչպես նաև զանոնք զրկել գազագերբության մարմիններուն մեջ քվեարկելու իրավունքեն մինչև Բարտքի լրիվ փակումը։ Կանոնակրության 20-րդ հոդվածն ալ կնշե, որ եթե անդամ երկիրներն մեկը չի կատարեր իր բարդավորությունները, գազագերբության խորհուրդը կրնա գասեցնել այդ երկրին մասնակցությունը գազագերբության մարմիններու գործունեության, իսկ եթե միտումը շարունակվի, որոշում կդրվի այդ երկիրը գազագերբութենեն հեռացնելու։ Կանոնակրության համաձայն, եթե հարցը հասնի այդ փուլին, Հայաստան չի կրնար մասնակցել քվեարկության։ Հայտնենք, որ Հայաստան 2024-ին հայտարարեց, որ իր մասնակցությունը կսարեցնե հավաքական անվտանգության պայմանագիրի գազագերբության աշխատանքներն, կհրաժարի իրեն վերաբաղված ֆինանսավորումը կատարել այդ կառույցին, մնայուն գերբով չի մասնակցիր միացնել զորավարժություններուն, դեսակցություններուն, բայց պաշտոնապես չթիմեց դուրս գալ հավաքական անվտանգության պայմանագիրի գազագերբութենն։ Լավրով նաև շեշտեց, որ Հայաստանի Եվրոպական միության եւ Եվրոասիական տնտեսական միության միջև ընդրության հարցը արդեն գդրուկ տրված է, մանավանդ որ անհամագարկված գերբով կընդլայնե օտանի հետ համագործակցությունը կկատարվին զորավարժություններ, ցեր կբերվին ռազմական արտադրություններ, կան բادرվիրագություններ ու փոխանակումներ օտանի եւ Եվրոպական միության հետ։ Հայաստանի ղեկավարներուն հետ դեսակցություն նախադեсված, ինչպես որ Փաշինյանի հայտարարություններուն առաջ հայտարարեց հարցումին պատասխանելով, Կրեմլինի փամփեր Դիմիտրի Պեսկով պատասխանեց, որ այժմ նման դեսակցության մասին համաձայնություն չկա։ Ընտրություններու արդյունքները պիտի հրապարակվին 14 հունիսին։ Կան փոխոքարգումներ եւ վերահաշվարկներ, որոնք բավական երկար եւ դժվար կորզեն, ըստ Պեսկով ավելցնելով, որ Փաշինյան ամենայն հավանականությամբ այս ներքին կորձերով սպաղած է։ Ընդրական իրավիճակի արդյունքին համապատասխան մենք որոշումներ կուտանք դեսակցության մասին, երկկողմանի մագարտակով հայտնեց ան։ Ռուսիա արտաքին գործոս նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա եւս խոսեցավ Եվրոպական միության անդամակցության եւ նոր հետևանքներուն մասին, շեշտելով, որ իրականության մեջ միությունը Հայաստանին անդամակցություն դրամատրելու պատրաստ չէ։ Մենք կարծանակրենք, որ Հայաստանի իշխանությունները արագ տապով կշարժին դեպի Եվրոպական միություն, խոսքերով, հայտարարություններով, շարք գործերով, ամեն ցևով ցուցադրելով այդ մեկը։ Արդյոք հոն անոնց կսպասեն։ Իմ գարձիկովս պատասխանը արդեն ակնհայտ է։ Չեն սպասեր նույնիսկ անոնց, որոնք տեխնազու էին։ Իսկ եթե չկա տեխնազության մոդեցող որևէ կարգավիճակ, ապա ակնհայտ է, որ չեն սպասեր, շեշտեց Զախարովա։ Ան նաև հայտնեց, որ Ռուսիա Հայաստանի իշխանություններուն միակողմանի շահ ստանալու դիրքորոշումը պիտի չհանդուրժե։
Ղեկավարությունը կփորձի իր քաղաքացիները համոզել, թե անհրաժեշտ չէ որևէ ընտրություն կատարել Եվրոպական միության եւ Եվրոասիական տնտեսական միության միջև։ Երևանի համաձայն կարելի է Եվրասիական համարգումի բոլոր կարելիությունները ստանալ եւ զուգահեռաբար մեկ այլ տնտեսական դաշինքի անդամակցության պատրաստվել։ Ոչ, կարելի չէ։ Մենք մտադիր չենք նման միագողմանի շահ ստանալու դիրքորոշումը հանդուրժել, ըսավ Զախարովը։ Զախարովը նաև անդրադարձավ Հայաստանի ազգային ժողովի ընտրություններուն եւ ըսավ, որ Եվրոպական միությունը աչք փակած է ժողովրդավարության բոլոր սկզբունքներուն վրա Հայաստանի մեջ ընտրություններուն անհրաժեշտ արդյունք ստանալու համար։ Ան նաև ավելցուց, որ Հայաստանի մեջ խորհրդարանական ընտրությունները դեղի ունեցած են իշխանություններուն կողմէ ընդդիմության մասին աննախադեպ ճնշումներու եւ արևմուտքի աննախադեպ միջամտության ներքև։ Արդակ Ավետիսյան, որ շենքավիթի մեջ նախընտրական քարոզարշավի ընթացքին գոշ ցևով քննադատած էր Նիկոլ Փաշինյանը, Երևան քաղաքի քրեական դատարանի որոշումով 3 ազատ արձակվեցավ եւ անոր հանդեպ գերարգվեցավ վարչական հսկողություն հանրային խոսքի արգելքի պայմանով։ Հայտնենք, որ Արդակ Ավետիսյան ցերպակալվեցավ Երևանի շենքավիթ վարչական շրջանին մեջ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավեն ետք։ Նույն շրջանը բնակող Ավետիսյան ուղիղ եթերով Փաշինյանը հրավիրած էր իր նշած վայրը։ Իրավաբանները այս մեկը նկատեցին ադելություն, անհանդուրժողություն կամ թշնամանք հրահրող խոսքի տարածում։ Պաստապան Ռուբեն Մելիքյան բնտեց, որ Ավետիսյան միայն վարչապետը քննադատած է, ինչ որ հաճելի չէ, բայց հանցանքալ չէ։ Արցախցի կորզիչը ազատ արձակելու պահանջով օրեր դեված նստացույցեն քաղաքացիական հասարակության քանի թիմումների հետ Հայաստանի տվյալահաշվությունը 3 որոշեց 23 օրե բանդին մեջ հացատուլ կատարող Արտուր Օսիպյանը ազատ արձակել։ Իր որոշումին համար գլխավոր տվյալահաշվությունը նկատի առավ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներուն երաշխավորությունը եւ հսկող տվյալահաշվին կատարված միջնորդությունները։ 10 հունիսին Օսիպյանին այցելեց Հայաստանի մարդու իրավունքներու պաշտպան Անահիտ Մանասյանը եւ հայտնեց, թե անոր եւ մնացյալ հացատուլ կատարողներուն բացատրած է երկար ադեն հացատուլի մեջ գտնվելու բացասական հետևանքները։ Մարդու իրավունքներու պաշտպանը նաեւ կարեւոր նկատած է, որ քննվի այլընտրանքային խափանման միջոցի գիրարգման կարելիությունը։ Այս բոլորեն յետք արտարադատության նախարարը կարեւոր նկատած է Օսիպյանի խափանման միջոցին փոփոխությունը։ Մինչ արտարադատության նախարարը 23 օր սնունդ է հրաժարած Օսիպյանի առողջական վիճակը գայուն նկատած էր, անոր պաստապանը անհրաժեշտ նկատած էր, որ երիտասարդը հիվանդանոց փոխադրվի եւ բժիշկներու հսկողության տակ գլա։ Պաստապան Դավիթ Հովհաննիսյան ասաց էր, որ անոր վիճակը ծանր է, օրե-օր գհյուձի, գշիրքի բավական նվազում ունի, բայց չեն գիտեր, թե ներքին օրգանները ինչ վիճակի մեջ են։ Իբրև բողոքի նշան Օսիպյան արդեն մեկ շաբաթ է մերժած էր նաև բժշկական քննության ենթարկվել։ Հարկելի ունգընտիրները վագընտիրներ վանացայնեն ներկայացուցինք հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Ձեզ հետ են ցայնը օղրտավար Նատալին եւ Ներսեսը։ Մնացեք միշտ վանացայնի ունգընտիր։